Ողջույն բոլորին, Վիշապ-Դրոն ակադեմիայի ոդքասթն է, այսօր հրավիրել ենք Հայկ Կարապետյանին, ով հանդիսանում է Arm-Drone Community հիմնադիր ու անկեղծ ասած, այս թեմատիկայի մեջ ամենաէնտուզիաստն է, որովհետև ինքը նախաձեռնել է ԿԳՄՍ նախարարության հետ մի հետաքրքիր գործընթաց, որը բոլորս մեծ հույսեր ունենք, որ կօգնի FPV անօդաչուների առհասարակ թռչող սարքերի զարգացմանը։ Հայկ ջան, ողջույն։ Ողջույն Արման ջան։ Արի մի անգամից սկսենք, չտառապացնենք մեր դիտորդներին, միտքը որտեղից ծագեց, որ կարելի է մասշտաբացնել թռչող սարքերի ընդհանրապես ուսուցումը, որտեղից գծիկը սկսեց քանդվել, ուր եք հասել։ Շատ հեռվից գամ, բայց կփորձեմ ամփոփ ներկայացնեմ։ Ընդհանուր իմ հետաքրքրվածությունը ոլորտի նկատմամբ եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ որ առաջին անգամ կամիկաձե սարքեր կիրառեցին մեր վրա, ոնց որ այդ սարքերի պոտենցիալը այնտեղ, այսպես ասած, իմ աչքերով տեսա ու հասկացա, թե ինչ հեռանկարներ կարող ունենա ու այդ ժամանակ ոնց որ ապրիլյան պատերազմի ժամանակ իմ զորացրվելու ժամկետներն էր մոտենում, դրանից հետո արդեն աշխատել եմ տարբեր ռազմաարդյունաբերության ընկերություններում, անունները չթվեմ, մի քանիսում աշխատել եմ ու զուգահեռ աշխատել եմ նաև արմատինժեներական լաբորատորիայում ու այդտեղ երեխաների հետ աշխատելու ընթացքում մոտավորապես որ կլորացնենք կլինի արդեն 10 տարի, որ այս ոլորտի մեջ եմ, այդ ժամանակվանից ոնց որ հետաքրքրվածությունը բերեց նրան, որ ես արդեն ինչ-որ ժամանակ հետո արդեն կլինի 4 տարի, որ ստեղծել եմ Arm-Drone Community-ին ու նպատակը դրել եմ, որ այս կրթական սպորտային ուղղվածությամբ զարգացնեմ թե երեխաներին, թե պատանիներին, որ ԱԹՍ-ներ կիրառել, հավաքել, պատրաստել, ամեն ինչ ոնց որ FPV դրոնների հետ կապված կարողանան տիրապետեն ու արդեն իրանց գիտելիքները կարողանան տարբեր տեղերում օգտագործեն։ Եթե անհրաժեշտություն կա, ռազմական իրավիճակ կա մեր մոտ, այդ իրանց գիտելիքները շատ հանգիստ կարելի է կիրառել այդտեղ։ Եթե պետք է քաղաքացիական ուղղվածությունում, կիրառում են քաղաքացիական ուղղվածությունում, ոչ միայն FPV գիտելիքներ, այլ ընդհանուր ԱԹՍ-ների Այն ինչ այսօր ունենք, քեզ գոհացնում է։ Ճիշտն ասած չէ, բայց ոնց որ ունենք ինչ-որ մի թեկուզ զրոյական մակարդակ, որովհետև ժամանակին, երբ որ մենք սկսում էինք, այդ զրոյականն էլ չկար, ինձ շատ դժվար էր մարդկանց բացատրել այդ FPV-ն ինչ է, որովհետև դրոն չէ, հիմա մի փոքր գոնե կարելի է ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ մարդկանց բացատրել, որ այստեղ գոնե դու դա տեսել ես, էլի։ Իսկ այն ժամանակ, երբ որ մենք սկսում էինք, Հայաստանում մատերի վրա կարելի էր հաշվել այս ոլորտի մեջ եղած մարդկանց, էլի։ Երևի, չգիտեմ, թվերը ուղղակի ասեմ, պայմանական ասեմ, ասենք 10 հոգի կամ 20 հոգի, այդքան քիչ էր, էլի, փոքր էր թիվը ու այդ մարդիկ մեծամասամբ զբաղվում էին կոմերցիոն ինչ-որ բաներով, ասենք նկարահանումներով եւ այլն ու այնտեղ ոնց որ այդքան պոպուլյար չէր, էլի, այդ FPV դրոնները, անգամ այնտեղ պոպուլյար չէր։ Հիմա, երբ որ մենք դասերը սկսում էինք, սկսեցինք այն ժամանակ, երբ որ այդ օգոստոսյան դեպքերը պետք է սկսել, դրանից առաջ էինք սկսել ու երբ որ այդ մարտական գործողությունները սկսվեց, արդեն դրոնների կիրառությունը ավելի ոնց որ պրակտիկ մարդիկ տեսան, սկսեցին ավելի ինտենսիվ գալ դասընթացներին ու պահանջարկը այդ մասով մի փոքր մեծացավ։ Ինչ քանակի աշակերտներ ունի Arm-Drone Community-ն։ Կախված է թե որ ամսին, բայց ընդհանուր ասեմ ավելի ճիշտ տարվա կտրվածքով մոտավորապես 200-ից 300 մարդու հետ աշխատում ենք, թե ովքեր են ոնց որ շարունակում մինչև վերջ, այդ թիվը ավելի է գնալով փոքրանում, ոնց որ բոլորի մոտ, հա, քանի որ մարդկանց պատկերացումները մի փոքր այլ է ու բախվելով դժվարությունների, ոչ բոլորն են պատրաստ այդ դժվարությունները հաղթահարեն ու գնան դեպի այդ վերջնարդյունք։ Հիմա մենք երբ որ սկսել էինք այդ դասերը անել, անում էինք Մեծընտիգրան աշխարհազորային գնդի տղաների համար, հետո ոնց որ որոշեցինք, որ բաց անենք ու անենք բոլոր ցանկացողների համար, որպեսզի ոլորտը մի փոքր գոնե շնչի։ Նայ, այդ սովորելը բան ինձ թվում է քեզ բոլորը ճանաչում են։ Արի մի հատ հասկանանք հեռանկարները։ Հարցս հետևյալն է, պետությունը ցանկություն ունի զարգացնել թռչող սարքերի գիտելիքների ուղղությունը առհասարակ։ Պետությունը ունի, բայց քայլերը ոնց որ բավական դանդաղ է արվում, բաներ կա, որ կարելի է ավելի արագ անել, ենթադրում եմ, որ Դու առաջամարտիկ ես, ասա ոնց կա, ինչ ես արել դու, ինչ խոչընդոտների ես հանդիպել, որքան ժամանակապետք որ շտկի մոտավոր։ Իրականում շատ եմ աշխատել տարբեր ռազմական կառույցների հետ, ոչ
ոնց որ եւ պետական եւ ոչ պետական ռազմական կառույցների, այսպես ձևակերպումս անեմ, ու ոնց որ բոլորի մոտ կա այդ նույն խնդիրը, էլի, այդ ինքնակրթվելու այդ շատ ժամանակ տրամադրելու այդ բանը կա, էլի, այսինքն մարդիկ ուզում են ամեն ինչը հեշտ ու արագ լինի, դրա համար իրանց ավելի ոնց որ հարմար է Mavic տեսակի կամ ստաբիլիզացիոն յուրաքանչյուր տեսակի դրոնների հետ շփվելը, որտեղ այնտեղ ամեն ինչը ավելի հասկանալի է, շատ հմտություններ չի պահանջում, քան FPV-ն։ Չնայած այնտեղ էլ իր անհրաժեշտություններն ունի։ Հիմա մարդիկ դրան են գնում, էլի, իսկ պետական համակարգը ոնց որ մի քիչ դժվար է կողմնորոշվում ու ոլորտում կան շատ մարդիկ, ովքեր առանձնապես շատ գլուխ չեն հանում ոլորտից ու չգիտեմ ոնց է ստացվում, որ պետական համակարգին մագնիսով միշտ ձգում են այդ մարդիկ, էլի, այդ մարդիկ գնում են ինչ-որ որոշումներ են անում, իրանց որոշումների հիման վրա ոլորտը բավական տուժում է, անհաջողություններ է լինում ու ասենք մի քանի տարի կորցնում ենք այս ուղղվածությամբ։ Ինչու ես դու կարծում, որ ոլորտը այնքան կարևոր է, որ պետական մակարդակով պետք է զարգանա։ Եթե նայում ենք ընդհանուր տարածաշրջանում ինչա ու ամբողջ աշխարհում ինչա կատարվում, երբ որ մի մարդ ուղակի Twitter-ում ինչ որ մի հատ բան է գրում, այդ մի մարդը, ասենք Ամերիկայի, հա, պրեզիդենտն է, աշխարհաքաղաքական վիճակը փոխվում է, յուրաքանչյուր դեպքում պետքա պատրաստվել վատագույնին, իսկ վատագույնը դա պատերազմն է, այս պատերազմի մեջ բավական ակտիվ կիրառվում են FPV դրոնները։ Քաղաքացիական ոլորտում ինչ հեռանկարներ եք տեսնում։ Քաղաքացիական ոլորտում մենք գնում ենք կրթական ու սպորտային ուղղվածությամբ, քանի որ FPV դրոնների մասին գիտելիքներ ստանալու ընթացքում առաջինը դա հավես է, շատ հետաքրքիր է, էլի, երեխաները, պատանները սիրում են թռնել ու ոնց որ ես, ոնց որ դու, բոլորս էլ սիրով ենք անում այդ ամեն ինչը։ Առաջինը այդ սերը, այդ օդային, այդ թռչող սարքերի հանդեպ ոնց որ սերմանելն է, հետո այդ նույն գիտելիքները շատ հանգիստ կարելի է կիրառել նաև ինժեներական այլ ուղղվածություններում։ Օրինակ զոդման հմտությունները ամենտեղ յուրաքանչյուր սարքաշինության մեջ դա կարա օգտագործվի։ Նույն ռադիոկապը ինչ պրինցիպով է աշխատում, դա էլ կարա օգնի մնացած այդ կոմպոնենտների առնչությունը կամ դրոնների կիրառությունը տարբեր ոլորտներում։ Այդ ամեն ինչը անպայման չի ոնց որ մենք FPV-ն ուղղակի մեթոդ ու բանը, հա, ինչ որ միջոց ենք օգտագործում, որ երեխան իր ընտրությունը կարողանա անի։ Մենք կոնկրետ գնում ենք FPV դրոնների ուղղվածությամբ կրթական սպորտային, քանի որ նշեցի, այդ սպորտայինի գաղափարը որն է։ Եթե չլինի մրցակցություն, բոլորը լավագույնն են, ամեն մեկը իրան համարում է լավագույնը։ Իսկ եթե լինում է հստակ ձևաչափ, հստակ մրցույթներ, կանոնակարգ, այդ ամեն ինչը որ լինում է, բոլորը արդեն փորձում են այդ կանոնակարգին, այդ սկզբունքներին համապատասխանեն ու լավագույնները արդեն արդար մրցակցության շնորհիվ ի հայտ են գալիս։ Ինչ սպորտային մրցույթ է պատրաստում Armdrone Community-ն այս տարի։ Հա, Armdrone Community-ն այս տարի պլանավորվում է 2 մրցույթ, մեկը կլինի արդեն միջազգային, նշեմ նաև, որ 2 օր առաջ ճանաչվել եմ Western Asia-ի MultiGP ոնց որ տարածաշրջանի ղեկավար, էլի, այսինքն Western Asia-ի ղեկավարումը այս բան պատասխանատվությունը իմ վրա է դրված ու ոնց որ թե Հայաստանում, թե այդ տարածաշրջանում ոնց որ պատասխանատվությունն եմ այս ակտիվությունը պահեմ, էլի, մրցույթների մասով ու անելու ենք արդեն 5 դյույմ դրոնների մրցարշավ, նաև անելու ենք մինիվուբ դրոնների մրցարշավ ու ամեն տարի մենք ունենալու ենք մինիմում 2 մրցույթ։ Մրցույթների քանակը հստակ սահմանված է 2, որպեսզի հետաքրքրությունը չկորի, մարդիկ պատրաստվելու ժամանակ ունենան ու ոնց որ թեկուզ անընդհատ այդ մրցույթներ կազմակերպելը շատ հաճախ կարա որակի ու հետաքրքրության վրա ազդի, էլի, դրա համար ոնց որ ընտրել ենք այդ 2 մրցույթները կազմակերպելը ու նաև դրսի մրցույթներին գնալ մասնակցելը որպես հավաքական թիմ։ Բիզնեսը օգնում է, գոնե բիզնես շրջանակում կա ընկալում, որ սա ինժեներիա է, սա հեռանկարային ոլորտ է ու պետք է սպորտին աջակցել։ Հիմնականում մարդկանց մոտ ավելի շատ այդ մասնագիտական կողմնորոշման մասով է հետաքրքրվածությունը, այսինքն մեկ էլ երկրորդը, որ նկարահանումներով ասեն գումար աշխատեն, այդ 2 գերակշռող ոնց որ բանն է, էլի, բայց իմ նպատակը այն է, որ մարդիկ ոլորտը իրոք սիրեն ու սրանով զբաղվեն։ Մենք հարսանիք չենք նկարում, ոչ ես, ոչ Հայկ Կարապետյանը։ Հա, իրոք չենք նկարում ու ոնց որ նման առաջարկներ շատ է լինում, բայց ոնց որ մի փոքր արժեզրկենք էլի մեր այդ բանը գիտելիքները, չեմ ուզում, հա, վիրավորեմ ինչ որ մեկի, բայց ավելի ինձ թվում է ճիշտ է ուրիշ ուղղվածությամբ գնալ ու երեխաներին պատրաստել դրա վրա, որտեղ գումար աշխատելու ժամանակ նույն այդ պատանիները դեռ կունենան հնարավորություն գումար աշխատելու, իրանց տարիքն է հիմա սովորել, զարգանալ ու այդ թռիչքները թեկուզ եւ այդ հաճելին ու օգտակարը համատեղելը։ Դաշտ ունի Armdrone Community-ը, որտեղ մենք վիշապով գնացել ենք Ծիրան ու ընդհանրապես ուզում եմ արդեն մեր մեջ sense ընկերություն լինի, որ
ով ինչ դաշտ ունի կամ մրցում ունի, բոլորս մասնակցենք, որովհետև օդը սիրող մարդիկ գիժ են, բոլորը նույն գժության աստիճանում են, լավ իմաստով։ Պլաններում կա մեր սեփական տարածքը ունենալու, փակ տարածք ունենալու, շատ փակագծեր չբացեմ, հենց ռեալիզացիան ոնց որ լինելու լինի, նախագիծը արդեն կյանքի կոչվելու process-ում լինի, անպայման բոլորին կտեղեկացնեմ ու կհրավիրեմ հստակ կլինի տարբեր այդ միջազգային ստանդարտների համապատասխան տրասաները ու ամեն անգամ, քանի որ ամեն տարի դրանք փոխվում է, այդ փոփոխությունները եւս անելու ենք, որ մեր այսպես ասած մարզիկները կարողանան միջազգային մրցումներում մասնակցեն ու այստեղ պարապելու տեղ ունենա, մարզվելու տեղ ունենա։ Ինչու են երիտասարդները շուտ հիասթափվում, քո անձնական կարծիքը, ասենք մենք 100 հոգի մաղեցինք անցած տարի, դու 200-ից 300, բայց իմ սոցիոլոգիան ցույց է տալիս, ու ինձ թվում է բոլորիս մոտ նույնն է։ 3-ից 1-ն է դառնում օդաչու, որտեղ է խնդիրը։ Խնդիրը դժվարություններն է ու այդ դժվարություններին դեմ գնալն է, էլի հիմիկվա ժամանակակից երեխաները ոնց որ, չգիտեմ, կես անգամ փորձելու ընթացքում երբ ինչ-որ բան չի ստացվում, հիասթափվում ու զբաղվում են ուրիշ բանով։ Հիմիկվա երեխաները կարող է 50-ից 60 թեմաներից ինչ որ փոքր գիտելիքներ կամ տեղեկություն ունենան, մանավանդ Երևանաբնակ երեխաները, որոնց հետ աշխատելը անհամեմատ ավելի դժվար է, քան մարզերում երեխաների հետ։ Իրանք 50-ից 60 բան գիտեն, բայց բոլորը վատ։ Իրանք չեն սիրում ինչ-որ մի բանի մեջ խորանալ ու այդ դժվարությունները ոնց որ իրանց բան անում։ Ես նկատել եմ, որ սպորտի հետ կապված դու էլ ինչ-որ մի հատ բան ես արել, այդ նույն սպորտի անալոգիան է, էլի, որ գնում է ինչ-որ մի տեղ, չգիտեմ, իրան թեթև ցավացնում են կամ մի քիչ հոգնում է, ինքը հետ է կանգնում, էլի։ Մենք պետքա փորձենք տենց անենք, որ այդ դժվարությունները նորմալ է ու իրանք պետքա հաղթահարեն։ Հենց այդ սկզբնական ինչ-որ մի հատ հաջողության են հասնում, արդեն հետաքրքրությունը ավելի է մեծանում ու շարունակում են։ Այնուամենայնիվ շատ դժվար է պետական մարմինների հետ շփվելը, որովհետև դե թղթաբանությունը, այսպես ասած, շատ է, իսկ ոլորտը դինամիկ է, դու չես թողնի սուտ խոսեմ, մեր ոլորտում եթե մի ամիս քո վրա չաշխատես, նորություններին չհետևես, շուկան կանի կշպրտի փողոց դեպի աղբանոց ավելի շատ, էլի։ Ու ինձ թվում է խնդիրը ոչ թե նրանում է, որ չար ու վատ մարդիկ են պետության ղեկավարությունը, այլ այն, որ ուղղակի այդ տեմպը, թե ոնց է զարգանում օդաչու, անօդաչու թռչող սարքերը եւ ինչքան արագ է հնարավոր ադապտացվել, իրար ուղղակի չի բռնում, պրոստը չի բռնում։ Այստեղ մի բան ավելացնեմ, ոնց որ ի տարբերություն օրինակ եվրոպական երկրների, մենք մեծ առավելություններ ունենք, որ մեզ հաճախ տենց չեն արգելում թռիչքներ իրականացնելի տարբերություն օրինակ եվրոպական երկրների, որտեղ հստակ տենց կանոններ կա թռիչքների գրանցում, այսինքն այդ մասով ինչ որ չափով շնորհակալ եմ, որ անուշադրության է մատնված ոլորտը։ Մի ասա։ Քանի որ եթե շատ ուշադրության մատնվի, ոնց որ ավելի են սկսելու վերահսկել, իսկ այդ վերահսկումները բերելու արհեստական ոնց որ ոլորտի թուլացմանը, էլի, սկսելու է կարգավորումներ, իսկ ամեն կարգավորման ընթացքում արանքում լիքը մարդ դուժելու է։ Բայց կա մեծ խնդիր, որը որ մենակ համարյա մեր մոտ է, էլի, երևի ուրիշ երկրներում որ շփվում եմ գոլեգաների հետ, չեմ նկատում, այդ սարքավորումների ձեռք բերելն է, որ շատ դժվար է, յուրաքանչյուր կոմպոնենտ դու որ պատվիրում ես, մուծումները բավական մեծ է, ասենք պատվիրել ես 20,000 դրամանոց որևէ ինչ-որ կոմպոնենտ, ու այդ 20,000 դրամի համար դու մոտ մի 100,000 գումար ես ծախսում եւ առողջությունդ ներվերդ, մինչեւ այդ ամենը մաքսազերծում ես, բերում ես, ինքնարժեքը բավական մեծանում է։ Այդ նպատակով ոնց որ մենք որոշեցինք X-Art ընկերության հետ համատեղ պրոյեկտ անենք, այդ Dronix-Arm խանութի մասին է խոսքը, որ այդ սարքավորումները մենք ձեռք բերենք, այստեղ մաքսազերծենք, որ հնարավորինս մոտ adekvat գնով, ինչքան որ հնարավոր, նպատակը ոնց որ գումար աշխատելը չէ, այլ որ ոլորտը զարգանա, մարդիկ կարողանան այդ սարքավորումները ձեռք բերել Հայաստանից ու առանց ավելորդ քաշքշուկների, այդ նախաձեռնությունը արել ենք, էլի, բայց դա վստահ եմ այդքան էլ մեծ լուծում չի, պետական աջակցություն կլինի, որ ուղղակի թողեն այդ սարքավորումները հանգիստ հասնի մեզ մոտ, էլի, այսինքն չխոչընդոտեն, ոնց որ չեն խոչընդոտում թռիչքների ժամանակ, այդ ձևել ուղղակի չխոչընդոտեն, որտեղ եթե այդ նույն սարքավորումները կարելի ասենք Wildberries-ից ավելի թանկով բերել, բայց չունենալ մաքսային խնդիրներ, ինչի մեր մոտով չբերենք, կամ այդ մաքսային վճարները ինչի adekvat չեն, որ մարդը բերի եւ համոզված լինի, որ այդ սարքը adekvat գնով կմաքսազերծի ու կկարողանա կիրառել։ Եթե փորձենք կանխագուշակել ԿԳՄՍ-ի հետ ինչ փուլում եք հիմա, դեպի ուր եք գնում, ուզում եմ տեղյակ պահես բոլորին։ Հա, դե հանդիսանում ենք այս պահին ԲՏԱ նախարարության ու ԿԳՄՍ նախարարության
խորհուրդներում, այդ խորհուրդներում ոնց որ այս թեմաները նույնպես քննարկվում է։ Հիմա այս պահին ոնց որ ծրագիր է մշակվում արտադպրոցական խմբակ եւ որպես առարկա թեկուզ ինչ որ բազային մակարդակով երեխաների մոտ այդ հետաքրքրությունը սերմանելու, հետո ամենայն հավանականությամբ իհարկե քննարկումները ամեն ինչ դեռ չի ավարտվել, բայց ուղղորդվի ոնց որ ավելի մասնագիտացված տեղեր մեզ մոտ, ձեզ մոտ կամ այլ կազմակերպություններ, որպեսզի ոնց որ այդ հետաքրքրությունը այդ խմբակներում առաջանա, հետո ավելի մասնագիտական կողմնորոշումը մեր մոտ լինի, արդեն ըստ իրանց ցանկության իրանք կողմնորոշվեն, թե ուր են գնում, էլ այդ բազմազանության բանի հնարավորությամբ։ Հիմա տեսնենք, այդ ամենայն հավանականությամբ այդ ուղղվածությամբ է գնում, բայց թե արանքում ինչեր կարող են փոխվել, բոլորիս հայտնի չեն։ Ինչ կա, որ օգտվելով այս հնարավորությունից, երբ որ մենք ոլորտի ներկայացուցիչներս իրար հետ խոսում ենք, դու ուզում ես, որ բոլորը, ովքեր նոր պետք է մտնեն այս ոլորտ, ուղղակի իմանան, ինչ падգամ ունես այդ մարդկանց։ Հա։ Առաջինը չի ուզի, որ բոլորը մտնեին այս ամեն ինչի մեջ, կուզեի այն մարդիկ, ովքեր իրոք ցանկանում են ու սիրում են սա, այլ ոչ թե օրինակ ծնողներն էլ էլի, տիպողաբար հավանաբար քո մոտ էլ եղել է, որ ասենք բերում են, բայց երեխան ասենք այդ հետաքրքիր։ Հա, ես էլ բանը աշխատում եմ, ոնց որ ծնողի հետ այնպես խոսամ, որ ոչ չնեղանա կամ թեկուս ինչ որ մի բան փորձելուց հետո հասկանամ, որ իրան հետաքրքիր չի, ծնողին տեղեկացնեմ, գնա ասենք այդ երեխան կարատեի կամ բարբայի ավելի էֆեկտիվ է իր այդ ուղղվածությամբ զարգացնելը, հա, քան գա մեզ մոտ տանջվի, վերջում էլ մեղադրի թե ծնողին, թե մեզ, հա, իրականում պետքա ինձ թվում է բոլորը ովքեր որ գալիս են սկզբի այդ դժվարություններից չվախենան, հասկանալ, եթե տեսնում են ինչ որ մեկի մոտ ստացվում է լավ, իր մոտ էլ միանգամից չի ստացվել, էլի պետքա հասկանալ, որ ժամանակ է պետք, աշխատանք է պետք անել, պետքա անընդհատ սարքերը թե հավաքման ընթացքում ինչ որ սխալներ անել, որի ընթացքում կարա ձեր սարքը անգամ մինչև ոտ բարձրանալը փչանա, չնայած կարելի է դրանից խուսափել, բայց այդ սխալները ոնց որ օգնում է մարդուն այլևս այդ սխալները չկրկնել, ոնց որ նպատակը այն է, որ այդ երեխաներին, պատաններին բացատրել, որ իրանք հնարավորինս չվախենան ու գնան մինչև վերջ իրանց նպատակի ու երազանքի հետևից։ Եթե այդ ամեն ինչ իրանք անեն, անհնար է իրանց մոտ չստացվի։ Ինչքան էլ քիչ գիտելիքներ ունենան, աշխատասիրությունը հաղթում է գիտելիքին։ Լավ, եթե փորձենք ամփոփենք, ըստ ձեզ ինչ անելիքներ ունենք, որ օրհասական 1-2-3 պետք է անենք, որ ոլորտը ոչ միայն ուղղակի կանգ չառնի կամ հետ գնա, այլ դինամիկ զարգանա։ Արի պատկերացնենք, որ այդ մոգական փայտիկը քո ձեռքում է եւ դու կարող ես 3 գործողություն անել, որպես մասնագետ ինչ 3 փոփոխություն։ Ամենաառաջինը վստահ եմ այդ Մաքսայինի այդ հարցերը կլուծեի, որովհետեւ դա շատ է բանանում, որովհետեւ իրոք բոլորիս մոտ երևի ֆոբիա է, որ մենք չենք հասկանում, այս սարքավորումը կարելի է պատվիրել, թե չէ, ու չկա հստակ ձևաչափ, որ դու հասկանաս, անգամ չկա այդ տարբերակը, որ դու հարցնես, սա կարող եմ ես բերել, թե չէ, որովհետև անգամ իրանց պատասխանից, որ հա կարող ես ներկրել, ներկրում ես եւ մաքսազերծման տակ ես ընկնում, որ դավաճ չէ, էլի պետությանը հարկ վճարել, ուղղակի պետք է այդ ամեն ինչը adekvat լինի, էլի։ Այդ առաջի գերխնդիրն է, որ ինձ թվում է ոլորտի զարգացմանը խանգարում, ընդհանրապես ինժեներությանը, էլի, յուրաքանչյուր ինժեներով ուզում է կոմպոնենտ ձեռք բերի, դա իր շուկան Wildberries-ն է, իսկ ինչի մենակ Wildberries-ը, թե ամբողջ աշխարհը օգտվում է նաև այլ հարթակներից, էլի։ Այդ մեկ, երկրորդը երևի ավելի շատ այդ գույքի այդ մասն է, էլի, որ մի քիչ շատ հաճախ երեխաների կամ պատանների մոտ, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ, դրա պատճառով շատ տաղանդավոր են, հետաքրքրված են ու չեն կարողանում, դա է, որ ինչ որ մի ձև այդ հասանելիության հարցը լինի, որ կլինի դա պետական մակարդակով, կլինի այլ ինչ որ հովանավորների եւ այլն, այդ գույքի մասը, որովհետեւ ի տարբերություն ծրագրավորման խմբակների, մենք անընդհատ ինչքան լավ ենք աշխատում ու շատ ենք աշխատում, այնքան մենք այդ գույքի կարիքը ավելի շատ ենք ունենում, որովհետև անընդհատ դա սպառվում է։ Ծրագրավորման խմբակներում իրանց պետք է համակարգիչ եւ ինտերնետ աթոռ սեղան։ Իրանք դրանով կարող են 10 տարի էլ աշխատել, եթե իրանց խմբավարական մարզիչը լավը լինի, կարող են տարբեր նախագծեր անել, իրանք ազատ են այդ հարցով։ Իսկ մեր մոտ ամեն ինչը բարձրանում է օդ, իսկ ինչը որ բարձրանում է օդ, շատ հաճախ նաև ընկնում է եւ ավելի վատ կորում է։ Դա հնարավոր է, ոնց որ ինչքան էլ դու փորձես զգուշ լինես, այդ զգուշությունն էլ անգամ վնասում է, որովհետև եթե երեխան անընդհատ իմանում որ զգուշ ես ձև մի քշի, այն ձև մի քշի, այդ իրան անընդհատ փորձում ես բացառել սխալվելը, ինքը որ չի սխալվում, չի սովորում։ Ու ինքը այդ վախի մթնոլորտում էլ բան անում, էլի, այսինքն եթե ինքը ուզում է ասենք օրինակ ինչ որ դրոնով հետաքրքիր հնարք անի, այդ հնարքների համար ինքը պետք է ասենք չի, մի 5-10 անգամ դրոնը տա
գետնին, հետո նոր սովորի։ Դրա համար այդ երկու հարցներ, հա։ Երրորդն էլ երևի որ ընդհանուր ինչ որ մի ձև արվի, դա արդեն մեթոդը չեմ կարող ասեմ, կարող ենք քննարկել միասին էլ ինչ որ տարբերակներ մտածել, որ հետաքրքրվածությունը երեխաների մոտ ու այդ իրազեկվածությունը մեծացնենք, որ վերջապես այդ Mavic եւ FPV դրոնների տարբերությունը հասկանան ու գալուց հստակ սովորելու ու զարգանալու նպատակով գան, այլ ոչ թե կոմերցիոն նկարահանումներ անելու համար։ Երևի այդքանը։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր ժամանակ գտար, ես հիշեցնեմ, որ Հայկը Կարապետյան Armdrone Community հիմնադիրն է, բայց բացի այդ ամեն ինչը ինքը առաջ համարտիկներից է, ով ընդհանրապես ոլորտի սկզբում է եղել ու շատ մեծ էնտուզիաստ է ու այնքան էնտուզիաստ է, որ ուզում է արտադպրոցային խմբակներ բացել բոլոր դասարաններում, բոլոր դպրոցներում, ինչը սարսափելի զարկ կտա ոլորտին, հաջողություն մաղթենք իրեն եւ լավ եղեք։